1918 թվականը հայոց պատմության փառավոր տարեթվերից է։ Բագրատունյաց թագավորության անկումից և Կիլիկյան թագավորության վերացումից հետո, շուրջ 6 դարյա դադարից հետո վերականգնվեց պետականությունը։ 1918 թվականի մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի և ժամանակի ռազմաքաղաքական ղեկավարների Արամ Մանուկյանի, Դրոյի, գեներալ Սիլիկյանի և մյուս քաջերի մաքարումների շնորհիվ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, սիրելի հետևորդներ։ Հայ վայբը որոնումների ու բացահայտումների ճանապարհին կանգ է առել ապարանում, որտեղ էլ բացահայտելու է վերածնունդ հուշահամալիրը։ Վերածնունդ հուշահամալիրը ժամանակակից հուշահամալիրային ճարտարապետության լավագույն նմուշներից մեկն է։ Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը ստեղծել է գեղարվեստորեն ընդհանրացված կերպար, պատմական ճշմարտություն ներկայացված ճշմարիտ գեղարվեստաճարտարապետական ոճով։ Հուշահամալիրի աչանկյունում կանգնեցված է կոթող նվիրված հոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հարկ է ուշադրություն դարձնել կոթողի վրա տեղ գտած այն գլխահակ թռչնակին, որը նստած է Սուրբ Հարություն, կենաց ծառ ավետող և նշանակող Շուշան ծաղկի վրա, որը իր լուռ գլխահակ կեցվածքով կարծես ցույց է տալիս մեծ դժբախտությունը։ Կենտրոնական որմնախորշում կանգնեցված կոթողը նվիրված է 1918 թվականի Բաշապարանի հերոսամարտին զոհված ապարանցի հերոսների հիշատակին, ովքեր ոտքի կանգնեցին և փոքրաթիվ խմբով կարողացան դուրս վռնդել թշնամուն։ Հուշահամալիրի ձախ որմնախորշում կանգնեցված կոթողը նվիրված է հայրենական մեծ պատերազմում նահատակված ապարանցի հերոսների հիշատակին։ Անմոռանալի աշխարհագրական անուններ, որոնց կողքին անխզելի կապով կապված են Արամ և Դրո, նույնպես անմոռանալի անունները։ Ես չեմ ճանաչում այդ օրերին որևէ մեկը, որ ավելի սիրված լիներ ժողովրդի կողմից, քան Դրոն։ Տիտղոս չուներ նա, տիտղոսը 3 տառից էր կազմված։ Դրո կամ շատ ընկեր Դրո, բառիս ամենահարազատ ու մտերմիկ իմաստով։ Վստահ կարող եմ ասել, որ այդ օրերին Դրոն այն սակավներից էր, որ տիտղոսի ետևից, կոչումի ետևից չէր վազում։ Կոչումն ինքը, տիտղոսն ինքը վազում էր Դրոյի հետևից։ «1918 թվականի մայիսյան հրեղեն օրերին, երբ որոշվում էր հայ ժողովրդի գոյության հարցը, Դրոն իր քաջերով վարեց Բաշապարանի հերոսամարտը։ Այս օրերի մասին Սիմոն Վրացյանն ասում է. «Սարդարապատ, Բաշապարան, Ղարաքիլիսա, նոր օրերի ավարայր, աշխարհագրական անմոռանալի անուններ, որոնց կողքին նույնպես կան Արամ և Դրո, նույնքան անխզելի և անմոռանալի անունները»։ Սիրելի երիտասարդներ, պատմությունից պետք է դասեր քաղել։ Ահա այս պատմությունը ցույց է տալիս, որ պետականություն ստեղծելու և խաղաղ ապրելու համար պետք է ցույց տալ զենքի ուժը։ Դե ինչ, Հայ վայբի այսօրվա թողարկումն այսքանն էր։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։